Հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ եւ սիրելի քաղաքացիներ։ Հայաստանի քաղաքական դաշտով անցավ եւս մեկ անջրպետ, ու Հայաստանում հստակ առանձնացան երկու քաղաքական էություններ։ Անցյալի ու ապագայի քաղաքական էությունները։ Ապագայի քաղաքական էությունը իրենով նշանավորում է ամերիկյան 4 միլիարդ դոլարի ներդրման հեռանկարը արհեստական բանականության լաբորատորիայի կամ գործարանի առումով։ Ապագայի հեռանկարը իր հետ խորհրդանշում է ամերիկյան արտադրության հետախուզական դրոնները։ Ապագայի հեռանկարը իր հետ խորհրդանշում է տարբեր գործընկերներից, աշխարհի առաջատար ռազմարտունաբերող երկրներից գնվող ու գնված արդեն իսկ զինվորական ռազմական տեխնիկան։ Իսկ ինչ է հենց այդ պահին ուրվագծում անցյալի խորհրդանիշը կամ անցյալի քաղաքական ուժերի էությունը։ Ժեշտի բանկաներ սահմանին 90-ականներին շատ պոպուլյար քաղաքական խոստումներ, պոպուլիստական խիստ ու Հայաստանի ժողովրդի հետ կապ չունեցող խոսույթ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները արդեն վաղուց հաղթահարել են 90-ականները, հաղթահարել են 2000-ականները ու հաղթահարել են 2010-ականները։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այլևս պետք չի դրսից այն հայտնի մի հատ կերպար կար, Հայաստանի քաղաքական դաշտում պարբերաբար արկայծել է, սովորաբար Ռուսաստանից զուտ ուղղակի սովորաբար Ռուսաստանից է եղել, սովորաբար Ռուսաստանից կոժից կուրտկով եկած ինչ-որ մեկը, ով ժողովրդին խոստացել է, որ ժողովրդի ձեռքը գործ չկա, եկեք մարդկանց գործ տանք աշխատենք, տենց խալոպի պես վերաբերվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հիմա ապրում են մի երկրում, որը փաստացի առաջատար է մի շարք ոլորտներում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ապրում են մի երկրում, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից տասնյակ հազարավոր մարդիկ գալիս են խոպան։ Գալիս են որպես աշխատանքային էմիգրանտ։ Ու սա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տեսնում են։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տեսնում են, որ իրենց երկիրը այս պահին ձեռք է բերում ամերիկյան արտադրության հետախուզական դրոն։ Ամերիկյան արտադրության հետախուզական դրոն։ Ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարողանում են սա համադրել ու հասկանալ անցյալի ուրվականի հետ, թե ինչ կա տարբերություն որպես այդպեսին, որովհետև երբ որ խոսում ենք ամերիկյան արտադրության հետախուզական ԱԹՍ-ի մասին, չենք խոսում դրա մասին տոննայով, օրինակ ոչ մեկս չգիտի թե քանի կիլոգրամ է կշռում այդ կոնկրետ դրոնների խմբաքանակը, բայց նախկինում, երբ որ Հայաստանի Հանրապետության նախկին անցյալի ուժերը բերում էին ինչ-որ մի բան, ասում էին բերել ենք 10,000 տոննա չգիտեմ ինչ, որտեղ իրոք չգիտեմ ինչ խառը մետալալոմից ինչ հասցրել, լցրել են բագաժնիկը, բերել են, կամ ինչ հասցրել, լցրել են բեռնատար ինքնաթիռ ու բերել են։ Ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին արդեն անվերադարձ մտել է ապագայի զարգացման ու խաղաղության դարաշրջան, ու նրան ոչ մեկ այլևս չի կարողանալու հետ քաշել։ Շնորհակալ։ Շնորհակալ եմ, պարոն փոխոսնակ։ Հարգելիներս, նկատել եք, քաղաքական ուժերը երկու տարբերակ ունեն ընտրություններին պատրաստվելու։ Կան քաղաքական ուժեր, որոնք փորձում են սեփական դրական պոտենցիալ եւ սեփական արած աշխատանքը ներկայացնել։ Կան քաղաքական ուժեր, որոնց ամբողջ աշխատանքը ուղղված է նրան, որպեսզի այդ դրականը այդ ձեռքբերումները հնարավորինս խոչընդոտվի, փնովվի, հնարավորինս հարվածվի այդ ամեն ինչին, ու դրա վառ ապացույցներից մեկը տեղ ունեցավ 3 չառաջորը, որ ԱՄՆ փոխնախագահի այցն էր նախապատրաստում Հայաստան, իմ մոտ տպավորություն էր, որ Լապլանդիայի ձմեռ պապիկն է գալու։ Ընդդիմության ներկայացուցիչներից ում ձեռքը թուղթ ու գրիչ էր ընկել, նամակ էր գրում Ամերիկայի փոխնախագահին։ Ուզում հասկանամ, մինչև այդ Ամերիկայի Միացյալ Նահանգների տեղը չգիտեին, թե չգիտեին ով է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը, եւ հետեւաբար իրենց նամակները կոնկրետ այդ պահին գրելը ոչ թե այն խնդիրներ, որ իրանք փորձում էին ներկայացնել, այլ Ամերիկայի փոխնախագահի այցը հնարավորինս ավելի վատ եւ ավելի մռայլ տեսանկյունից ներկայացնելու խնդիրներ։ Եվ այո, դա էլ չստացվեց իրենց մոտ։ Եվ էլի չի ստացվել։ Իրանք լուրջ խնդիրներ ունեն հիմա, իրանք լուրջ խնդիրներ ունեն, որտեղ չգիտեն, թե ոնց պետք է փնովեն, օրինակ, համապարփակ առողջապահության ապահովագրությունը, որի միջոցով 100 հազարավոր քաղաքացիներ, հատկապես թոշակառուներ, այսօր կարողանում են գնալ բուժվել։ Իրանք խնդիրներ ունեն վաղը, մյուս օրը, երբ որ մենք մեր ձեռքբերումները բանակի ամրաշինական աշխատանքները մնացածն ենք ցույց տալու, չգիտեմ ոնց պետք է այդ դրա շուրջ խոսեն, որպեսզի գանելի մեզ տկարամիտ անվանեն եւ բոլոր նրանց տկարամիտ անվանեն, ովքեր սա համարում են խաղաղություն, հարգելի քաղաքացիներ, այո, ձեզանից ովքեր որ այս իրավիճակը կհամարեն
խաղաղություն, Հայաստան Դաշնքի պատգամավորը ասում է, դա տկարամտություն է։ Սա խնդրում եմ հաշվի առնել եւ շարունակել։ Իհարկե, ելի դրական շատ բաներ են տեղ ունենալու եւ այս մարդկանց պայքարը լինելու է այս դրական բաների շուրջ, բայց խնդրում եմ չտրվել մանիպուլյացիաներին, խնդրում եմ հնարավորինս զերծ մնալ այս խոսույթից, ականջները փակ պայել այս խոսույթին, որտեղ այս ամեն ինչը պարզապես մանիպուլյացիաներ են լինելու եւ հարձակումներ են լինելու Հայաստանում տեղի ունեցող դրական գործընթացների ուղղությամբ։ Այո, մենք պարզապես ժպտալու ենք ձեզ, ձեռքով ենք անելու ու շարունակելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության աշխատելը, ինչքան էլ ձեր աչքերում դա տկարամիտ երևա։ Շնորհակալություն։ Պարոն Դանիելյանը գնաց, ինչ խոսք, պարոն Դանիելյան, եթե լսում եք ինձ, հաճելի է լսել, որ ընդդիմության միակ դժգոհությունը դարձել է Երևան քաղաքի ասֆալտապատման վիճակը, ձեր միակ դժգոհությունը կարծես այսօր այդ մասին էր, եւ սիրելի ժողովուրդ, ոչ միայն ձեզ, երբեմն նաև մեզ ընդդիմությունը փորձում էր համոզել վերջին տարիների ընթացքում, ասում էին, թե բարեփոխումները մնալու են թղթի վրա, բայց բարեփոխումները ոչ միայն չմնացին թղթի վրա, բարեփոխումները մտան համայնքներ, մտան գյուղեր, մտան դպրոցներ, մտան մանկապարտեզներ։ Մեզ ասում էին, թե դպրոցաշինության ծրագիրը չեք հասցնելու ավարտին հասցնել։ Ուրախությամբ պիտի ասեմ, որ դպրոցաշինության 300 դպրոցների ծրագիրը տարվա վերջ կավարտվի, կհասնի ավարտին, հիմնանորոգման ծրագիրը։ Մեզ ասում էին ատեստավորման, կամավոր ատեստավորման ծրագիրը վատ ծրագիր է, չի խթանում եւ չի մոտիվացնում ուսուցիչների կարողությունների զարգացմանը, բարձրացմանը, բայց Հայաստանի Հանրապետությունում այժմ ամեն երրորդ ուսուցիչ ատեստավորված է։ Միջին աշխատավարձը կրթական ոլորտում 85%-ով բարձրացել է։ Մեզ ընդդիմությունը համոզում էր, թե գիտությանը ուշադրություն չեք դարձնում դրական իմաստով։ Ինչ է պարզվում է, որ գիտության ոլորտում միջինում 200%-ով վերջին ընթացքում բարձրացել է վարձատրությունը։ Մեզ ասում էին ակադեմիական քաղաքը ֆանտաստիկայի ժանրից է, չեք հասցնելու եւ կյանքի չեք կոչելու։ Սիրելի ժողովուրդ, սիրելի գործընկերներ, ակադեմիական քաղաքի շինարարական աշխատանքները սեպտեմբեր ամսից կմեկնարկի։ Մեզ ասում էին, թե հոգևոր մշակույթի եւ ընդհանուր առմամբ հոգևոր արժեքների պահպանման համար այս ազգադավ իշխանությունը ոչինչ չի անում։ Վերջին 7 տարիների ընթացքում, իհարկե ժամանակը չի հերիքի, որպեսզի ես նշեմ բոլոր եկեղեցիները, հուշարձանները, հատուկ պահպանվող այն տարածքները, որոնք ոչ միայն հիմնանորոգվել եւ բարեկարգվել են, ինչպես նաեւ այդ ճանապարհները, որոնք տանում են դեպի եկեղեցիներ, բարենորոգվել են հիմնովին, լուսավորվել են այդ տարածքները տանող ճանապարհները։ Եվ մեզ ասում էին խաղաղություն չի լինելու, մեզ ասում էին արժանապատիվ խաղաղություն, բայց խաղաղությունը այսօր է եւ մենք 7 տարի շարունակ ասում էինք ապագա կա, բայց այսօր ասում ենք այդ ապագան այսօր է եւ այդ ապագայի եւ սահմաններին կարելի ասել խաղաղ լռությունը դրա վառ ապացույցը եւ ցուցիչն են։ Շնորհակալություն։ Խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ ես այս ամբիոնից ասում էի, որ աշխարհը խառն է, տեկտոնական, աշխարհ քաղաքական, պլիտաները շարժվում են եւ որպես կանոն փոքր պետությունները նման իրավիճակներում վտանգված են, պետք է զգույշ լինենք, շրջահայաց լինենք, խոհեմ լինենք, 4 կողմը նայենք, 7 չափենք, 1 կտրենք եւ այլն, եւ այսօր ես կարող եմ ասել, որ մենք 7 չափել, 1 կտրել ենք, զգույշ, շրջահայաց, խոհեմ ենք եղել եւ դրա շնորհիվ այսօր այդ փոթորկից Հայաստանը, մեր պետությունը հանել ենք խաղաղ ջրեր, հաստատել ենք խաղաղություն։ Այսօր ի տարբերություն այն ժամանակների եւ ի տարբերություն սրանից մի տարի առաջվա ժամանակների, ոչ թե քննարկվում է, թե պատերազմը կլինի վաղը, թե մի շաբաթից, թե 1 ամսից, այլ քննարկվում է, թե որ պետության, տեսեք ինչ ընտրում, որ պետության միջուկային ռեակտորը պետք է առնենք, ամերիկյան, հարավկորեական, չինական, թե ֆրանսիական, թե շվեդական, թե ռուսական։ Ինչքանով պետք է առնենք, քանի մեգավատանոց պետք է, հələ հաշվենք, ինչքան կազմի սակագնի վրա։ Այ մեր քննարկումները, տեսեք որտեղից ուր են հասել։ Այսօր, ավելի ճիշտ 3,
Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը Հայաստանի Հանրապետությունում Երևանում հայտարարում է հետևյալը. Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ մենք բավականաչափ վստահ ենք այս մակարդակի ներդրումներ կատարելու եւ այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու համար, եւ դա տեղի ունենում վարչապետի առաջնորդության շնորհիվ։ Ու այս հայտարարությունից հետո մարդիկ հարցնում են ոնց, հələ պետք է վճարենք այդ տեխնոլոգիաների համար։ Սա абսուրդ մեկնաբանություն է։ Ամերիկայի միած աշխարհի առաջին իր հզորությամբ, իր ներուժով, տեխնոլոգիական գերտերության եւ ընդհանրապես գերտերության փոխնախագահը, այն որ ընդդիմախոսները սնայից մի տարի առաջ ասում են, չէ, ինքը կապ չունի Ամերիկայի արտաքին քաղաքականության հետ, կապ չունի, այդ ուղղակի նկար է, այդպես նկարվել է վարչապետը, որ PR անի։ Իրար հերթ չտալով նամակ են գրում։ Նամակը որ գրում են, անգլերենները բացվել է մի գրում են էջերով ավետարաններից, բաներից, մեջբերումներով, այո որ կապ չունի, ուրեք այդ նամակները գրում այդ մարդուն։ Вообще կապ չունի այդ մարդը, հա։ Հիմա ասում են ոնց, ատոմակայանի համար դեպի փող տանք մենք, չեք նվիրելու մեզ ատոմակայան, չհասկացանք։ Թրիփն են սարքում։ 74% բաժնեմասուններն են ունդ գործում, ո՞նց թե։ Մենք նվեր եք անում, հələ 74%-ը մենք չբաժնեմասը կունենալու, абսուրդ։ Ասում եմ մարդը Հայաստանը դառնալու է տարածաշրջանային տնտեսական հանգույց, թե հենակետ, եթե հենակետ։ Դա չեն լսում մարդիկ։ Լավ, ինչ են ուզում մեր ընդդիմախոսները։ Ինչ են ուզում, սիրելի հայրենակիցներ։ Խաղաղությունը հաստատված է, եւ այդ խաղաղությունը պետք է պաշտպանել։ Եվ առաջիկա ամիսներին մեզ սպասվում են շատ դժվար, այսինքն դժվար ժամանակներ, քարոզչական հարձակումներ, հիբրիդային հարձակումներ, բայց ես համոզված եմ, որ հունիսի 7-ին դուք կպաշտպանեք այս թվարկած բոլոր ձեռքբերումները։ Շնորհակալություն։ Մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, նկատել եք, որ 3 ամբողջ օրը ընդդիմադիր ճակերտավոր հայրենասերները մատները խաչարած սպասում էին գոնե մեկ պրոբլեմի։ Գոնե չժպտավեն սը, գոնե դրոշը դրված չլինի, կամ դրված լինելուց գոնե թարս դրված լինի, կամ գոնե այլ մոլորակայիններ իջնեն, են էլ, այդպես էլ դենց չգտան, որ շահարկեն։ Բայց մինչև այլ մոլորակայինների գալուստը իրենց մանր-մուներ արբանյակներին արդեն քսի հրահանգ էին տվել։ ԱՄՆ-ն Ադրբեջանին զենք է տալիս, իսկ մեզ ընդհանրապես խոստում ասողներ։ Անկամ Ծիծեռնակաբերդից Միացյալ Նահանգների փոխնախագահի լուսանկարը Photoshop համարողներ գտնվեցին։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ սրանք ամիսներ շարունակ քիչ է մնում խմբեր ձևավորեին ու գնային Թեհրան համոզելու, որ Հայաստան Միացյալ Նահանգներ համագործակցությունը Իրանի դեմ է։ Մի խոսքով ողջ գիշեր ձվի մեջ մազ մանեկողները գտան թարգմանչական մի վրիպակ։ Արագ-արագ հանեցին սմարթֆոնները ու հիշեցին, որ իրանք էքստրասենսներ են։ Ու կոնսպիրոլոգիաները սկսվեց։ Թե բա իշխանությունն է հատուկ սխալ թարգմանել տվել Վենսի խոսքը։ Էն էլ պարզվեց շուտ էին ուրախացել։ Թարգմանիչը հաշվի չէին առել, որ ամերիկյան կողմից էր բերված։ Էլ չեմ խոսում այն մասին, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը դժվար իր ելույթն ուղարկել աշխատակազմին, որ մենք էլ իմանայինք ինչ է խոսելու եւ դրա հիման վրա սխալ թարգմանություն կազմակերպեինք։ Իսկ ասեք ինչից են սենց խրտնած ընդդիմադիրները։ Միգուցե J.D. Vance-ի հետևյալ նախադասությունից, որ Միացյալ Նահանգները ոչ միայն խաղաղություն է Հայաստանի համար կերտում, այլև բարգավաճում Միացյալ Նահանգների հետ միասին։ Թե այն նախադասությունից, որ Հայաստանը այն քիչ երկրներից է, որտեղ Միացյալ Նահանգները բավականաչափ վստահություն ունի ներդրումներ կատարելու համար։ Թե բարձր տեխնոլոգիական ոլորտում, խաղաղ ատոմային էներգիայի ոլորտում համագործակցությունն է խրտնացրել նրանց, որոնք տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրումներ են նաև նշանակում։ Միայն գիտեք, որ արհեստական բանականության տվյալների բազայի ծրագրով ամերիկյան ներդրումները կարող է հասնել 4 միլիարդ դոլարի։ Սա րոպեներ առաջ Վենսի տված ասուլիսից հատված եմ մեջ բերում։ Իսկ միգուցե այն հայտարարությունն է խրտնացրել, որ Միացյալ Նահանգները 11 միլիոն դոլար արժողությամբ հետախուզական եւ անօթաչու թռչող սարքերի տեխնոլոգիաներ են վաճառելու Հայաստանից։ Բայց ասածս ինձ լսող ընդդիմադիրների համար չէ։
Նրանց էշը կապրոնից է։ Ինչպես նախորդող 4 տարիներին, այնպես էլ այսօր ու վաղը շարունակելու են խաբել ու մանիպուլացնել հասարակությանը եւ ոչ մի անգամ դրա համար ներողություն չխնդրել։ Ասածս արդեն դրա դեմ իմունիտետ ձեռք բերած մեր քաղաքացիներին է ուղված։ Եվս մի 4 ամիս դիմանալ է պետք, սիրելի հայրենակիցներ։ Եվ ուզում եմ վստահորեն ասեմ, որ ամեն ինչ ոչ միայն լավ է լինելու, այլև լավ է եւ խաղաղությունն այլընտրանք չունի։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, մինչ որոշ մարդիկ քաղաքականության ու տնտեսության մասին հեքիաթներ են պատմում, մենք ներկայացնում ենք իրական աշխատանքը, արդեն արված գործը եւ առաջիկա անելիքները։ Շնորհիվ մեր կառավարության վարած գերակտիվ ներքին, արտաքին եւ տնտեսական քաղաքականության Հայաստանի Հանրապետությունն այսօր լուրջ արդյունքներ է գրանցում բոլոր ուղղություններով։ Տնտեսությունից մինչև անվտանգություն, արտաքին քաղաքականությունից մինչև տարածաշրջանային համագործակցություն։ Մեր կողմից հռչակած իրական Հայաստանը խաղաղության պայմաններում տնտեսապես դինամիկ զարգացող, անվտանգության կուռ համակարգ ունեցող, հարևանների հետ բարիդրացիական եւ փոխշահավետ համագործակցություն իրականացնող եւ իրական գործընկերներ ունեցող պետությունն է։ Դա այն է, ինչի դրսևորումները մենք տեսնում ենք վերջին օրերին եւ ամիսների ընթացքում եւ որի ականատեսը դեռ լինելու ենք առաջիկայում։ Այս համատեքստում պետք է հիշել, որ 2025 թվականի տվյալներով Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է շուրջ 91%, ինչը իրականացվող ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունք է եւ հնարավորություն է տալիս մեզ իրականացնել խոշորամասշտաբ բարեփոխումներ տարբեր ոլորտներում։ Մեր տնտեսական պոտենցիալը մեզ հնարավորություն տվեց այս տարվա հունվարի 1-ից ներդնել առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը, որը Հայաստանի պատմության ամենախոշոր սոցիալական բարեփոխումներից է եւ հնարավորություն կտա 100,000-ավոր մեր քաղաքացիներին ստանալ անվճար, պատշաճ եւ ժամանակին բժշկական ծառայություններ։ Դեռ չեմ խոսում ենթակառուցվածքների զարգացման ու կապիտալ շինարարության ծավալների մասին։ Մարդիկ, ովքեր 13 տարվա ընթացքում մեկ կրկեսի շենք հազիվ են կառուցել, որոնց կառավարման ներքո գտնվող Հայաստանի Հանրապետության ամենախոշոր ընկերություններից մեկը ՀԵՑ-ը հասցվել էր փլուզման եզրին, իսկ այնտեղ կատարված ապօրինությունները դարձել էին քաղաքացիների համար լրացուցիչ ֆինանսական բեռ, այսօր խոսում են տնտեսական տեսլականներից։ ՀԵՑ-ը հենց իրենց տեսլականի ամենացայտուն դրսևորումն է։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն զարգանում է տնտեսապես, այլև լուրջ հարաբերություններ է հաստատում տարբեր կարևոր գործընկերների հետ։ Մասնավորապես ԱՄՆ փոխնախագահի այսօր ավարտված պաշտոնականացը Հայաստանում դրա վկայությունն է։ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջ քաշած խաղաղության օրակարգը, խաղաղության խաչմերուկը, ինչպես նաև դրան շրջանակում իրականացվող թրիփ նախագիծը եւ ապաշրջապակման գործընթացը ոչ միայն նոր ազդակ կտան Հայաստանի տնտեսությանը, այլ մեր երկիրը փակուղային պետությունից կվերածեն իսկապես տնտեսական եւ կոմունիկացիոն խաչմերուկի, աննախադեպ կերպով մեծացնելով Հայաստանի դերը տարածաշրջանում եւ ստեղծելով անվտանգության նոր ու հուսալի բարձիկներ Հայաստանի համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների խորացումն ու զարգացումը որպես մեր երկրի անվտանգության, խաղաղության եւ կայուն զարգացման կարևոր ուղղություն։ ԱՄՆ փոխնախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան, որը 3 տեղի ունեցավ, պատմական եւ խորհրդանշական էր։ Այն հաստատեց մեր երկրների միջև ձևավորված ռազմավարական գործընկերության նոր որակական փուլը եւ միջազգային մակարդակով ընդգծեց Հայաստանի աճող դերակատարումը։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովը կարևոր հանգրվան դարձավ, լուրջ խթան հաղորդելով Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին եւ միաժամանակ նոր հնարավորություններ ստեղծելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի առաջմղման համար։ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղության օրակարգին, հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգային իրավունքի սկզբունքների վրա։ Այս համատեքստում կարևոր է նաև Միացյալ Նահանգների դերակատարումը տարածաշրջանային խաղաղության հաստատման գործում եւ մեր աջակցությունը ԱՄՆ խաղաղարար նախաձեռնություններին, այդ թվում խաղաղության խորհրդի գործունեությանը։ Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը եւ ապաշրջափակումը դիտարկվում է որպես հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ տնտեսական զարգացման հիմնարար բաղադրիչ։ Միևնույն ժամանակ Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը դինամիկորեն զարգանում է բարձր տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության ոլորտում։ Կիսահաղորդիչների, տվյալների կենտրոնների եւ նորարարական նախագծերի շուրջ ձևավորվում է նոր տեխնոլոգիական համագործակցություն, որը նպաստում է Հայաստանի մրցունակության բարձրացմանը։ Էներգետիկ անվտանգության ուղղությամբ, այդ թվում խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ոլորտում համագործակցությունը կարևոր դեր ունի Հայաստանի էներգետիկ համակարգի կայունության եւ ռեսուրսների բազմազանեցման գործում։
Պաշտպանական եւ ռազմական համագործակցության ընդլայնումը միջազգային գործընկերների հետ ուղղված է բացառապես Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը եւ տարածաշրջանային կայունությանը։ Այս ամենը եւս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանը հետեւողականորեն ընտրում է խաղաղության, զարգացման եւ միջազգային պատասխանատու գործընկերության ուղին։ Շնորհակալություն։ Հարգելի նախագահող, գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի պաշտոնական այց Հայաստանի Հանրապետություն հանդիսանում է բացառիկ նշանակություն քաղաքական իրադարձություն, որը դուրս է սովորական դիվանագիտական շփումների շրջանակներից եւ ունի հստակ ռազմավարական ուղերձ թե Հայաստանի, թե տարածաշրջանի, թե միջազգային հանրության համար։ Այս այցը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերությունների համակարգում դիտարկում է որպես ինքնիշխան, կայացող եւ պատասխանատու պետություն, որի հետ Միացյալ Նահանգները կառուցում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն։ Այն նաև արձանագրում է Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ միջազգային ուշադրությունն ու քաղաքական ներգրավվածության առկայությունը։ Այցը տեղի է ունեցել մի ժամանակահատվածում, երբ Հայաստանը հետևողականորեն իրականացնում է պետական կառավարման, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության խորքային բարեփոխումներ։ Օրենքի գերակայության ամրապնդումը, ինստիտուցիոնալ կայացումը եւ հանրային հաշվետվողականությունը դարձել են պետական քաղաքականության հիմնասյուներ։ Այս բարեփոխումները արտաքին պարտադրանք չեն, այլ Հայաստանի Հանրապետության գիտակցված ընտրությունն են ուղղված երկարաժամկետ կայունության եւ զարգացման։ ԱՄՆ փոխնախագահի այցի նպատակն է խորացնել հայ-ամերիկյան համագործակցությունը ռազմավարական ուղղություններով, քաղաքական, երկխոսության, անվտանգության, պաշտպանության, տնտեսության, էներգետիկ անվտանգության, կրթության եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ոլորտներում։ Քննարկվում է նաև տարածաշրջանային անվտանգության, խաղաղության հաստատման եւ կայուն զարգացման հիմնարար հարցեր։ Այս այցը Հայաստանի համար ունի հստակ գործնական նշանակություն։ Այն նպաստում է Հայաստանի միջազգային քաղաքական դիրքերի ամրապնդմանը, անվտանգության ոլորտում գործընկերների ընդլայնմանը, ներդրումային միջազգային միջավայրի նկատմամբ վստահության բարձրացմանը եւ Հայաստանի դերի ուժեղացմանը որպես տարածաշրջանային կայուն գործոն։ Միաժամանակ մենք հստակ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը վարում է ինքնիշխան եւ հավասարակշռված արտաքին քաղաքականություն, բացառապես սեփական, պետական եւ ազգային շահերով։ Հայաստանը բաց է գործընկերության համար, սակայն չի շեղվում իր անկախ որոշումների իրավունքից եւ պետական շահերի պաշտպանությունից։ ԱՄՆ փոխնախագահի այցը հերթական հաստատումն է այն իրողության, որ Հայաստանը քայլ առ քայլ կառուցում է ուժեղ, կայուն, վստահելի պետություն, որ միջազգային գործընկերների կողմից ընկալվում է որպես հավասար եւ կանխատեսելի գործընկեր։ Շնորհակալություն։ Ուրեմն Էդուարդ Աղաշյան։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, գիտեք ինչի վրա է ծիծաղում քիչ առաջ։ Երեկվա մամուլի ջղաձգումները տեսնեինք, թե այսօրվա Գյումրու խնդիրները, ասֆալտի խնդիրները։ Ուրեմն երեկվա օրը բարի չէր մեր ընդդիմադիր որոշ գործիչների համար, որոնց մտածելակերպը շրջափակված է ծայրագավառական մտածողությամբ մեջ, մրցույթ էր հայտարարված, ով ավելի հիմար բան կասի Վենսի այցի հետ կապված։ Ուրեմն այսօր մամուլի տեղեկանքն եմ նայում երեկվա եւ այսօրվա եւ կուզեմ տես ցիտեմ էլի ուղղակի այդ մտածողության սահմանափակ լինելու մի քանի տենց գոհարներ։ Մեկը ասում է քունքներից դեռ զենք է պահած, խաղաղություն հաստատված չէ, Վենսի այցով հնարավոր ռազմագործողությունները հետաձգվում են, բայց չեն վերանում։ Մյուսը ասում է թրիփի ծրագիրը գրվել է Թել Ավիվում, հետո այլ շահառուներ կարող են լինել։ Հաջորդ ավելի կարկառուն ներկայացուցիչներից մեկը ասում է, իսկ գուցե այլ բանի համար են 5 միլիարդ փող տալու, օրինակ Սյունիքի։ Երրորդը ասում է, այնինչ իրականացվում է պան-թուրքիստական ծրագիր է, Փաշինյանը միշտ էլ միջանցքային տրամաբանությամբ է շարժվել։ Հաջորդը ասում է, եթե այս անգամ ԱՄՆ փոխնախագահը չայցելի Էջմիածին, ակնհայտ կլինի, որ այս ուղղությամբ ՀՀ իշխանությունները հատուկ աշխատանք են տարել։ Ավելին այնքան են առաջ գնացել, Մայրաթորին հարցում են ուղարկել, արդյոք ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը այցելել է Կտրիչ Ներսիսյանին, թե ոչ, Մայրաթորն էլ պատասխանել է, տեղյակ չենք, արդյոք իշխանությունները ներազդել են դրա վրա, թե ոչ։ Մյուս մասելի մտահոգություններ են հայտնում, թրիփի ամերիկյան մասում ադրբեջանական կապիտալ կարող է ներգրաված լինել, թե ոչ։ Ուզում եմ մի փոքր ապաշրջափակենք էլի այս ծայրագավառական մտածողությունը։
Զուտ հարց քաղաքացիների պարզաբանման համար։ Այս արհեստական բանականության ոլորտում ներդրումները, 4 միլիարդ ներդրումը, Nvidia-ի չիպերի արտահանումը, բարձր տեխնոլոգիաներում համագործակցությունը, ապաշրջափակումը Հայաստանի Հանրապետության, ձեր երկրի համար չի արվում, ձեր համար դա դրական չի, էներգետիկ գործընկերությունը ձեր երկրի համար չի, ռազմական պաշտպանության և սպառազինության մատակարարումները ձեր երկրի համար չի, իսկ կարող է Հայաստանի Հանրապետությունը ձեր երկիրը չի։ Այդ հարցին կուզենամ զուտ պատասխանեք։ Եվ գիտեք, ամենահետաքրքիրը որն է, եւ այս ընթացքում ցանկացած ընդդիմադիր մտածողությամբ մարդու հետ շփվելիս ես մի արտահայտություն եմ անում, որը կուզեմ դեզել ասեմ։ Ուզում եք իջնեք, թռնեք օդ, երկինք, իջնեք ներքև, մեկ է, այս կառավարությունն է բերել ձեզ եւ ձեր երեխաների համար խաղաղություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, երեկվա ԱՄՆ փոխնախագահի Հայաստան այցը իսկապես պատմական էր եւ այն պատմական էր ոչ թե կամ ոչ միայն վերջինիս պաշտոնի արարողակարգային դիրքով պայմանավորված, այլ այցի հիմնավորապես այցի բովանդակությամբ եւ օրակարգով եւ այս այցը կարելի ասել, որ հերթական ապացույցն է առ այն, որ օգոստոսի 8-ի գագաթնաժողովին ստորագրված պայմանագրերը վստահաբար կյանքի կկոչվեն, որովհետև հենց կարելի ասել կյանքի կոչման բոլոր փուլերով անցնում են եւ վստահաբար կանցնեն, չնայած ընդդիմության եւ ընդդիմադիր դաշտում գործող տարբեր միավորների հորետեսական մեկնաբանություններին կամ եթե կուզեք ներողություն եմ բառի համար խնդրում չուզողությանը եւ ես կարծում եմ, որ այս ամբողջ պատմության մեջ իհարկե իմ գործընկերները խոսեցին դրա մասին, ընդդիմության սնանկությունը հետևողականորեն ջրերես է դուրս գալիս այս գործընթացների մեկնաբանությունների տեսքով։ Ես իհարկե Տիկին Մինասյանը տարբեր դրվագներ ցիտեց քիչ առաջ, բայց մակ ինձ համար էլ երևի զարմանալի չի, որ այս պահին ընդդիմադիր դաշտում ամենաակտիվ գործունեություն ծավալող քաղաքական ուժի դեմքը կամ առաջին համարը այս պահին լուրջ դեմքի արտահայտությամբ խոսում է այն մասին, թե ինչպես է կառավարությունը խաբել մեր ժողովրդին նպատակային ուղիղ եթերում մի հատված սուտ թարգմանելով եւ մոլորեցնելով այդպիսով մեր քաղաքացիներին, սա իսկապես զավեշտ է, սիրելի հայրենակիցներ, ես վստահ եմ, որ դուք եւս այս սնանկությունը տեսնում եք ամեն օր, ես վստահ եմ, որ դուք հոգնել եք այդ սնանկությունից եւ հետևելուց այդ աբսուրդների թատրոնին եւ ես միանում եմ իմ գործընկերոջ կոչին, որով հորդորում եմ ձեզ դիմանալ եւս մի քանի ամիս եւ միահամուռ կերպով հունիսի 7-ին պատմության գիրքը ուղարկել այս արժեհամակարգը քաղաքականության մեջ, այս մոտեցումը եւ վերջնականորեն փակել այս էջը, այս ամոթալի էջը մեր քաղաքականության մեջ։ Շնորհակալություն։